Նրան տապանում հյուրընկալել եմ հիմնադիր ազատակարգ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Գիտեմ, որ ունեք նորություն, մասնավորապես խոսքը բոլորին դեմ եմ շարժման հետ համագործակցության մասին է, ես կխնդրեմ դրանից սկսենք մեր հարցազրույցը, մի փոքր ներկայացնեք, հետո մնացած հարցերը կքննարկենք։ Մենք մեր ողջամիտ քայլը արեցինք, համախմբման գնացինք, ունենալով տարաձայնություններ, որոշակի անհամաձայնություններ, ոչ թե ընդհանուր սկզբունքների շուրջ, այլ ուկային հարցեր, եթե հետաքրքիր կքննարկենք, այնուամենայնիվ որոշեցինք, որ պետք է համախմբում եւ բոլորին դեմ եմ նախաձեռնությանը միացել ենք, որպեսզի ընտրություններին գնանք միասնական, այնուհետև ընտրություններից հետո, չգիտեմ որքանով եք տեղյակ, բոլորին դեմ եմ նախաձեռնությունը հիմնում է ինքնալուծարվող կուսակցություն, այսինքն ընտրություններին հասնելու, ընտրվելու, այնուհետև ընտրակարգը փոխելու եւ ավելի ազնիվ եւ ներառական համակարգով նոր իշխանություն ձևավորելու նպատակով, ահա այդպիսի նախաձեռնություն է իրականացնում, մենք միացանք այդ նախաձեռնությանը եւ կգնանք առնվազն մինչև այդ նոր խաղի կանոնների հաստատումը, որից հետո կորոշենք արդեն նոր ընտրություններին, ավելի ներառական եւ ավելի արդար ընտրություններին, ինչ ձևաչափով կմասնակցենք, բայց այս ընտրություններին գնում ենք այդ դրոշի տակ, բոլորին դեմ եմ դրոշի տակ։ Բոլորին դեմ եմ, ոչ թե հիմնադիր ազատակարգ։ Հիմնադիրը միանում է բոլորին դեմ եմ նախաձեռնությանը, բայց իր օրակարգը, իր քարոզը, իր բացատրական աշխատանքը շարունակվում է, այսինքն եթե մեզ ասում են, ինչ եք անելու ընտրություններից հետո առաջին 100 օրում, մենք ունենք ասելիք, որը բոլորին դեմ եմ նախաձեռնության օրակարգն է։ Իսկ մեզ ասում են այդ 100 օրից հետո ինչ եք անելու, մենք ունենք 5, 10, նույնիսկ կարելի ասել 15 տարվա մի քանի ուղղությամբ զարգացումներ ապահովող նախագծեր, որոնք էլ ներկայացնում ենք եւ շարունակելու ենք ներկայացնել այս քարոզարշավի ընթացքում։ Շատ լավ, պարոն Մանասյան, հիմա այդ հերակա անելիքը, որը հարց է առաջանում, ինչ եք անելու հետո։ Ինչպես եք վարվելու Ալիևի պահանջների հետ, մասնավորապես սահմանադրությունը փոխելու այդ պահանջը, որ անկախության հռչակագրին պետք է հղում չարվի։ Գիտեք ոնց, ամենաառարկայական ու կարճաժամկետ հեռանկարում սպասվող հարցն է, որը դրվելու է հաստատ Հայաստանի քաղաքացիների առջև։ Արդեն գիտենք, որ սահմանադրության նոր տեքստը գործող իշխանությունների այդ հանձնարարությամբ պատրաստ է։ Ամենամիամիտ հարցն է, ամենաանհեռանկարային հարցն է, եթե ուզում եք անկեղծ։ Այսպես ասած ընտանիքը որոշել է տուն առնի, որտեղ կարա վրանա գնի, այդ վրանի տակ մնա, կարա քարից տուն առնի, կարա բնակարան առնի, բազմաբնակարան շենքում, կարա սեփական տուն առնի, ու հարց է դրած ընդհանուր առմամբ ձեր տան վրա դռանն թիվը գրվելու հասցեն, թե դռան կողքը պատին։ Ասենք այդ տեսակ հարց է, բայց որպեսզի հարցից խուսափել չլինի, ես ուղղակի իմ գնահատականը տամ, որ սա ամենամիամիտ հարցն է, ուրիշ բառ չասեմ էլի, որ կարա լինի։ Այսինքն հսկայական սահմանադրությունը քեզ հետաքրքիր չի ոնց այս փոխելու, հետաքրքիր է նախաբանում անկախության հռչակագիր պահելու ես թե չէ, այս խելքով ժողովուրդն ուզում է պետություն ունենա, կարևորությունների եւ առաջնահերթությունների այս տեսակ պրիորիտետներով ժողովուրդը, ազգը ուզում է պետություն ունենա, հա, լուրջ եք ասում, չի ունենալու։ Այդ ժողովրդի գոյությունն է ընդհանրապես հարցական, եթե սահմանադրության հարցի քննարկման մեջ իրան հետաքրքիր է Ալիևի պահանջը։ Դու պահանջ չունես, դու ներսից պահանջ չունես սահմանադրությանը։ Ես կուզենայի, որ այդտեղից ստեղծենք, բայց եկեք պարզամտանանք այնքան քարոզչության սահմաններում մնանք, որովհետև այսօրվա քարոզչական դաշտը լծված է այդ օրակարգով, պարոն Մանասյան։ Հիմա դրա սահմաններում ով է ստեղծում քաղաքական ուժը, մենք արդեն քաղաքական ուժ ենք։ Մենք ենք օրակարգը ստեղծում։ Մենք ասում ենք նախագահական համակարգ պետք է լինի։ Մեզ հետ պետք է քննարկվի ինչու նախագահական։ Ոչ թե պետք է ասեն Ալիևը sense բան ասե, օրակարգա ձևավորեք քո մոտ, ինչ կասես։ Ներողություն գլուխը պատովն է տվել։ Նայել նրա խոսքը օրակարգ դարձնողն էլ ներքաղաքական խոսույթում։ Այ երկուսն էլ ձեր ձեռի բռնած գլուխները պատով են տվել։ Մենք ինչ ենք ասում, պետք է լինի նախագահական
քաղաքական համակարգ, երկպալատ պարլամենտ, դա ինչ կապ ունի, դա ձեր երեխայի դպրոց գնալուց, քանի տարի է սովորելու դպրոցում, ինչքան եք ծախսելու, այդ դրանից սկսած մինչև են ծորակից եկող ջրի որակը կապ ունի, այդ նախագահականա թե ոչ նախագահական, դա այդ կապ ունի, այդքան ուղղակի կապ ունի, հիմա գանք բուն անկախության հռչակագրի մասով, մենք առաջարկում էինք, ես հիմա քաղաքական կասեմ, իմ անձնական կարծիքը չեմ ասի, որտեղ իմ անձնական կարծիքը մինչև Ալիևի պահանջները, ես մեր հռչակագիրը ի սկզբանե որակել եմ քաղաքական ոչ այնքան հասունության արձանագրություն, փաստաթուղթ, այսինքն որ վերջում կարդում եմ մեր անկախության հռչակագիրը, ես ասում եմ, ու այս մարդիկ ուզում էին մեզ առաջնորդեն երկիր կառուցել։ Ես դա տեսնում եմ այդ մարդկանց անպատրաստությունը, քաղաքական անհասությունը, եթե կարելի է այսպես ասել, ոչ ոքի չեմ ուզում վիրավորել։ Բայց այդպես է, եթե ավելի մանրամասն հետաքրքիր է, կարող եմ ամենուր մանրամասն ասել, այն Նիկոլ Փաշինյանը հələ կարդալ գրել չէր սովորել։ Այդ ժամանակվանից ես այդ հարցը քննարկել եմ եւ համոզված եմ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը երևի թե կամ ինքը կամ իր խորհրդատները իմ լայվերին հետևում էին եւ իր գրառումներին հետևում էին եւ հələ հռչակագրի հարց չկար եւ որ ես ասում եմ ժողովուրդ այս մեր հռչակագիրը էսի նու հասուն չի էլի հիմա գանք բուն քաղաքական Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 28-ին կարող եք ասել չգիտեմ 29-ին որտեղ այնտեղ հարցեր կան պատմաբանական Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին եթե այդ առաջին երկրորդ երրորդ չորրորդ հանրապետություն հասկացությունները ես չեմ ընդունում իմ ընկերները դա չեն ընդունում կամ մի Հայաստանի Հանրապետություն այսինքն երկար տարիների պետականության կորստից պետականությունից զուրկ լինելուց հետո առաջին մի կետ Հայաստանը ձեռք բերեց պետականություն, հայ ժողովուրդը, հայ ազգը ձեռք բերեց պետականություն 1918 թվականին, եթե այդ պետականությունը չլիներ, չլինի նաև խորհրդային Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի խորհրդային Հանրապետությունը եղել է նրա հաշվին, որ եղել է Հայաստանի Հանրապետություն։ Եթե չլիներ այդ խորհրդային Հանրապետություն հասկացությունը, չլինի նաև անկախ Հայաստանի Հանրապետություն հասկացությունը։ Հետևաբար կախված նրանից թե նա որ օրը ինչ շոր է հագել կամ քանի տասնամյակ ինչ հանդերձանքով է, ինչ գույնով է հանդես եկել, ինչ դրոշով կամ զինանշանով է հանդես եկել, դրանով էությունը չի փոխվում։ Դա եղել է նույն մեր նախահայրերի կամ նախահայրերի հիմնած Հայաստանի Հանրապետությունը 1918 թվականին։ Սա մեկ որպես պետականության ձեռքբերում, որը պետք է գնահատել եւ ճիշտ գնահատել։ Ոչ թե ինչ որ շրջանում որոշակի քաղաքական գործիչներ 91 թվական, 90 թվական իրենց գործի կարևորությունը առանձնակի ընդգծելու համար ասեն, սա մեր երրորդ հանրապետությունն է։ Դրա համար էլ այդ վերաբերմունքը սրան բերեց, էլի։ Իրանք էին տերը, իրանք էին այսպես հիմնադիրը, ոնց ուզում այդպես վարվում էին, դեռ իրանք հիմնադրած դա, ոնց ուզեն չեն անի։ Ավելի նույնիսկ այդ հիմնադրման այսպես կոլեգիալ կամ համազգային կամ խմբային հարցը հիմա նույնիսկ կարող են 1 կամ 2 հոգու վերագրել, որ ահա այսինչն է հիմնադրել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին։ Հիմա երկրորդ հարցը։ Մենք ունեցել ենք պետականություն, բայց մենք չենք ունեցել հանրապետություն։ Մենք ունեցել ենք միապետություններ։ Բայց մեր ժողովրդի շատ չի հետաքրում, այ մարդ միապետությունն է, հանրապետությունն է, ինչ թիթիզ բաների հետևից ասենք։ Իրականում էլի այս խելքով ժողովուրդները գոյության հետ կապված խնդրեմ ունեն։ Վտանգված է նրանց գոյությունը։ Այսքան թեթև սոլիկ միապետությունը, հանրապետությունն է մի բան է, էլի։ Այսքան թեթև սոլիկ վերաբերմունքը քաղաքականությանը, քաղաքագիտությանը պատժվում է, դաժան է պատժվում, բնության կողմից, աշխարհի կողմից։ Ես ուզում եմ, որ մենք դրանք տարբերենք եւ ընդգծենք, որ 1918-ին մենք առաջին անգամ հանրապետություն ձևավորեցինք։ Մենք հանրապետություն մինչ այդ չենք ունեցել։ Ազգը չի ունեցել, ազգի վերնախավը չի ունեցել։ Հանրապետություն մենք ձեռք բերեցինք հանրապետություն։ Հիմա մի տարբերակ, եթե դա է մեր հանրապետության սկիզբը, ապա ինչու մեր անկախության հռչակագրում, չէ, ավելի ճիշտ, ինչու մեր սահմանադրությունում հենց այդ Հայաստանին հղում չի արվում։ Չէ՞ որ մենք դրա շարունակությունն ենք։ Թեկուզեք նաև իրավահաջորդն ենք։ Մենք դրա շարունակությունն ենք։
Ֆրանսիան 8 տակ փոխել է անունները դրել այդ ֆրանսիական հովերով տարված ասում են առաջի, երկրորդ, երրորդ հանրապետություն։ Բայց գիտեք ինչ են այնտեղ ասում առաջի, երկրորդ, երրորդ հանրապետություն։ Որովհետև Ֆրանսիան սկզբում ձևակերպեց մոնարխիա էր, միապետություն էր, թագավորություն էր, դառավ հանրապետություն։ Հետո կորցրեց հանրապետական կարգը, դարձավ էլի միապետություն, հետո նորից դառավ հանրապետություն, հետո էլի այսպես փոփոխական, քանի որ դրա համար համարակալել են առաջի հանրապետություն, երկրորդ հանրապետություն։ Այդ ձեր ցավը տանը, մենք շարունակական առանց ընդհատման հանրապետական կառուցվածքը, հանրապետություն բնույթը մեր շարունակել ենք մինչև այսօր հանրապետություն ենք։ Ոչ որ կեսից միապետություն ենք դառը, հետո նորից վերադարձել ենք հանրապետության։ Սրա համար, այսինքն այնքան որ նայել են այդ ամեն ինչում մեր քաղաքական եւ պետական ատրիբուտների ամեն ինչում դուք դա կտեսնեք այդ պատճենած առանց հասկանալու ձևի համար ձևական այստեղից այնտեղից ծաղկաքաղարած առանց հասկանալու այնքան բանաբերած լցած մեր պետության, մեր խորհրդանիշերի եւ այդ ամեն ինչի մեջ, որ էլ չասած։ Եվ հիմա կարող է մի օր սկսենք մաքրություն շաբաթօրյա կանել եւ այս ամեն ինչը մաքրել։ Եվ եկեք մաքրենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը հիմնադրված 18 թվականին, հետո դարել է էլի հանրապետություն սովետական կարգերով, հետո հիմա էլի հանրապետությունը արդեն անկախ Հայաստանի ձևով, էլի հանրապետություն, ուրեմն չկա առաջի, երկրորդ, երրորդ, կա առաջին եւ միակը։ Եվ հիմա ինչու չենք մենք նրան հղումանում, ինչու ենք 91 թվականին հղումանում, ինչու ենք կեսից սկսում մեր պատմությունը։ Մյուս տարբերակը ընդհանրապես հղումանել հայ ազգի ձևավորմանը, հայ կաղեղնավորից սկսած, թեև դա առասպելաբանական մոտեցումը, բայց սա էլ է տարբերակ հղումանել, որովհետև վերջին հաշվով ինչ ենք մենք պատգամում մեր զավակների եւ մեր նախնիներից ինչ ենք լսել։ Սկզբում առասպելաբանության ձևով բերենե բերան եկի հասել, վերջում մի օր գրի առնվել, որ հայկը անկախական էր։ Հայոց ազգի առասպելական հիմնադիրը անկախական էր, ազատական էր, ինքնագլուխ էր, սուվերեն էր եւ բարեկեցիկ Բերրի Բաբելոնը ահռելի մեծ իր կարողություններով թողեց, թե ինչպես էր այնտեղ հայտնվել այդ մյուս հարցն եւ եկավ իր ընտանիքով անկախ իր միավորումը ձևավորեց եւ դա սկսեց բռնակալության դեմ պայքարով։ Վերջին հաշվով կարծես ճակատագիր մեզանում կրկնվում է եւ 1918 թվականին եւ 91 թվականին։ Նույնիսկ որոշ այսպես դրվագներով կարելի ասել նաեւ այսօր։ Սա էլ մի ուրիշ տարբերակ, այսինքն սկիզբը, երբ որ մենք հռչակագրին հղում ենք անում, մենք ուզում ենք հղում անենք սկիզբը, հա, այ անկախության հռչակագրով Հայաստանը անկախացավ։ Քանի որ այս հարցը պետք չէր բզբզել, իսկ ես էլ չեմ կարող պրիմիտիվ պատասխաններ տալ, շարունակեմ։ Միացյալ Նահանգների լեգենդար սահմանադրությունը նրա նախաբանում ընդհանրապես հռչակագրին հղում չկա։ Աշխարհի ամենալուրջ անկախության հռչակագիրն ունեն։ Ամենալուրջ, ամենահամակարգված, բայց ընդհանրապես հղում չկա։ Իսկ ով ասեց որ պարտադիր է հղում անել անկախության հռչակագրին, այդ որտեղ եք սովորել։ Այդ ինչ եք ուզում դրանով ասել։ Մի ուրիշ տարբերակ երբ որ անկախության հռչակագրի արկայության կամ բացակայության վրա են սևեռում մեր ուշադրությունը, այստեղի մոտ ուրիշ հարց առաջանում, իսկ հերթական անգամ արդյոք մեզ չեն հիմարացնում։ Շատ լավ հարց է, որի շուրջ պետք է հանդրությունը սկսի մտածել։ Այո, արդյոք մեզ գլխավորը երկրորդականից զանազանելու հարցում չեն մանիպուլացնում։ Ալիևը այդպիսի պահանջ ունի, Ալիևը վերցրել է իր բոլոր պահանջները նյութական ձևով վերցրել է։ Հիմա անցել է գաղափարական կտորի։ Եթե ես անձամբ իմ կողմից եմ այս հարցին պատասխանում, թողնեմ էլ անկախության հռչակագրի մասին, եթե իմ ձեռքում լիներ, հա, ես եմ անում, եթե ես եմ որոշով, եթե ես թողնեմ էլ անկախության հռչակագրի մասին հիշատակումը, ապա միայն Ալիևի ինադու։ Ես չէի ուզենա։ Մենք առաջի հանրապետությունը թողած 90 թվականի հռչակագրին անդրադառնանք, հղում անենք։
Ես չէի ուզենա։ Միայն Ալիևի ինադու։ Միայն նրա համար, որ իմ եղբայրերն ու քույրերը, ովքեր այլ կարծիք ունեն, ես համոզված եմ, իրանք որպես տիպիկ ջոկատավարական հայրենասեր, որ երկու անգամ երկուսից ենկոմ քաղաքագիտության մեջ չեմ պատկերացնում։ Պրոստը կասեն, ինչ ես փոխում։ Որ Ալիևն ասե, արի իր ինադու ուրիշ բան անենք։ Որովհետև Ալիևը ասի գլուխդ մի տուր պատին, պահանջում եմ հայերից գլուխդ չտալ պատին, լիքը մարդ կգնա գլուխդ ուղիղ կտա պատին Ալիևի ինադու։ Ես էլ եմ պատրաստ դրան։ Միայն թե պարակտում չլինի մեր մեջ, տարաձայնություն չլինի այդ հարցում, բայց իմ սրտով լներ կամ հղում կանեի հայ ազգի ծագումանը, որպես անկախական շարժում, ի սկզբանե, կամ հղում կանեի մեր առաջին հանրապետության ստեղծմանը, եթե պետքա հղում անել ինչ-որ բանի։ Հիմա գամ 90 թվական, անկախության հռչակագիրը ճիշտ է, այդպես կոչվում է, բայց մենք անկախության փաստացի, մենք անկախության հռչակագրով չենք անկախացել, մենք անկախացել ենք սովետական միության օրենքներով, հանրաքվեով։ Այև որ օրինակ Միացյալ Նահանգներ, դա Միացյալ Նահանգներից են copy-paste արել, էլի, դա առանց հասկանալու պատճեններ են։ Միացյալ Նահանգները երբ որ անկախության հռչակագիր է գրում, դա է էլի ամենախորհրդանշ, լեգենդար, ասենք այդ ամենալավ բառն է։ Լեգենդար անկախության հռչակագիրը դա Միացյալ Նահանգներից, այ մարդ նրանք այդ հռչակագրով այդ օրը անկախանում են, վերջ։ Այսօր հռչակեցին, մենք անկախացանք։ Հետո գալիս է պատերազմը։ Մերոնք անկախության հռչակագիրը գրում էին, բայց չեն ասում ենք անկախանում ենք, ասում ենք սկսում ենք անկախանալ։ Լավ եք անում սկսում ենք։ Գործընթացի սկիզբն է սա։ Ու ոչ միտեղ չեն գրում ումից են փորձում անկախանալ։ Էդ էլ հռչակագրում որ նայեք, ումից ես անկախանում, այ ընկեր։ Ում ես դեմ, ում ես դեմ հանդես գալի։ Հետաքրքիր է, որ այս նրբությունն էլ կա, որ վերջին հաշվով ժողովուրդ մենք անկախության հռչակագրով չենք անկախացել։ Այո, դա գործընթացի սկիզբ է եղել։ Փաստորեն գործընթացի, անկախության գործընթացի սկզբի հռչակագիրը, ոչ թե անկախության հռչակագիրը։ Եթե բովանդակային նայենք, էլ այսինքն այս հարցն էլ կա։ Բայց քանի որ էլի ամփոփեմ, Ալիևը մեզ ասում է պիտի փոխեք, ստացվում է մենք Ալիևի ինադու պիտի դա պահենք, որ մեզ չասեն էլի, ախ, ես ինչի ես Ալիևի ասասնանում։ Թեև կրկնում եմ, ես ունեմ իմ օրակարգը, եւ ես կարծում եմ, որ իրան հարգող ազգը, ժողովուրդը դրսի օրակարգերին ինադու կամ դրսի օրակարգերով չի իր մոտ օրակարգ ստեղծում, այլ ինքը այնքան գլուխ է ունենում, այնքան խելք է ունենում, որ սեփական մտորումների, սեփական խնդիրների խորքից հասկանալով իր սեփական օրակարգն է ձևավորում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դուք հույս ունեք, թե դուք վստահ եք, որ նոր փոփոխություններին, եթե այնտեղ անկախության հռչակագրին հղում չլինի, հայ ժողովուրդը ոչ կասի։ Եթե ոչ ասող է, սրան ուզում եք եկեք լրացնեմ եւ ավելի լայն համատեքստում քննարկենք։ Եթե ոչ ասող է, ապա ինչպես է նույն ազգը ընդունում, որ պետք է Արցախի հիմնախնդրին չանդրադառնալ, արցախցիների իրավունքի, վերադարձի իրավունքին չանդրադառնալ, այս թեմաների մասին չխոսել, արդյոք այս պահանջները կարող են ոչ ասողին բավարարել։ Սրանք էլ են, չէ, այդ պահանջների շարունակությունն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասում է, ժողովուրդը պետք է ընտրի խաղաղության կուսակցությանը կամ մնացած բոլոր պատերազմի կուսակցություններին։ Մնացած բոլորը պատերազմի կուսակցություն են, որովհետև իրենք խոսում են Արցախի մասին, արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Հիմա այս չգիտեմ ինչ անվանում տամ, այս շիլաշփոթի մեջ հանդրությունը ինչ անի։ Եվ արդյոք եթե ոչ ասող է ձեր պատկերացմամբ ինքը Իմ պատկերացմամբ ոչ, ավելի են ժողովրդին առանց էլ ոչ այնքան հասուն ու ոչ այնքան քաղաքականորեն գրագետ ժողովրդին, էլ ավելի են շշկռացնելու, մոլորեցնելու, սահմանադրական հանրակրվեն դարձնեն պրեամբուլայի մի հատ արտահայտության հանրակրվե։ Սահմանադրությունը, որը երկրի կարգն է, պատկերացրեք, երկրի գենետիկ կոդն է, ամբողջ գենետիկ կոդն է։ Հիմա մի մարդու գենետիկ կոդն են գրում, ենթադրենք, մի օրգանիզմ մարդ ենք ստեղծում, նրա գենետիկ կոդն են գրում ու ամբողջ հարցը սևեռում է սրա վրա, մազերը ուղիղ են լինելու թե գանգուր։ Ամբողջ հարցը դրած է, մազերը ուղիղ կլինեն թե գանգուր։ Դուք պատկերացնում եք ինչքան թույլ տվեք, ինչքան իդիոտ պետք է լինի տվյալ ժողովուրդը, որ մարդու ամբողջ գենետիկան, ամբողջ ինտելեկտուալ կարողություններ, չգիտեմ, բնազդներ, տարբեր օրգան սիստեմների աշխատանքի, նյութափոխանակության, այն կարևորագույն հարցերը դեմի մի կողմ ամբողջ օրակարգ դարձնի ու գնա քվեարկի կողմ կամ դեմ։ Նրա համար, որ մեկը ասի, ընդ քանի որ գրած է գանգուր պետքա կողմ քվեարկենք, ընդ գրած է ուղիղ մազերով պետք է դեմ քվեարկենք։ Ասեք, այս հարցը դառնա ամբողջ սահմանադրական փոփոխությունների առանցքում։ Դուք պատկերացրեք, էսա է, ով որ Ալիևին իբր թե դեմ է, նա Ալիևի օրակարգով չի ապրի։ Ալիևի օրակարգով չի շփվի սեփական ժողովրդի հետ։ Ով որ հենց այս օրակարգն է ամեն օր քննարկում, այն է Ալիևի այսպես ասած մանիպուլյացիայի շարունակողը։ Փոխանականն է ասի, ինչ ես ասում։
Ընդհանրապես երկրներ կան պրեամբուլան, օրինակ բան Հունաստանի սահմանադրության պրեամբուլան, գրած է հանուն հոր եւ որդու եւ Սուրբ Երրորդության։ Վերջ, այսքան է գրած պրեամբուլանը։ Սես բան կա։ Պրեամբուլան կարա մի արտահայտություն լինի։ Ժողովուրդ ջան, ախր դրանում դա ամբողջ սահմանադրության ոգին է, շունչն է։ Բայց մենք գիտենք այդ ամբողջը ինչ անելու, որովհետեւ ոգին շունչը ինչ գրենք այ մարդ։ Այդ ամբողջը մի հատ տենանք ինչա պրեամբուլան ամբողջ սահմանադրության ոգին եւ շունչն է եւ հրճակագիրը կարանտը ընդհանրապես չհիշատակվի ամերիկացիքից լավը չլնեք ամերիկյան հիմնադիր հայրերից ավելի հասուն չլնեք ու նրանց հրճակագրին մոտ անգամ չեք գնա ձեր հրճակագիրներով ու չգիտեմ ինչը մոտ զուգահեռ չկատանելու եթե նրանք այդ փառահեղ հրճակագիրը անկախության մի հատ վերցրեք կարդացեք այդ փառահեղ հրճակագիրը չեն հիշատակում իրաց պրեամբուլան ամերիկացիների պրեամբուլան ի՞նչ է ասում է թե ամբողջ այդ սահմանադրությունը ինչի մասին է լինելու մի քանի կարևոր կետ է արդարադատություն ընդհանուր պաշտպանություն ներքին կարգ ու կանոն եւ ազատության օրհնությունը իրենց ու իրենց զավակների վրա եւ միություն ավելի կատարյալ միություն այս ամբողջ սկզբունքը Ինչ ասում, օրինակ Ամերիկայի պրեամբուլան ասեմ, էլի սահմանադրության։ Ասեք, բայց ասում է հանուն ավելի լավ միության, այսինքն համախմբման։ Սահմանադրություն են գրել, որ իրար հետ շուն ու կատու չլինենք, հաշտ լինենք, հանուն ավելի կայուն միության, համախմբման։ Չգիտեմ, արդարության, միասնական ուժերով պաշտպանության, ներքին հանրային անդորի եւ որպիսի ազատության կամ ազատակամության օրհնությունը լինի մեր ու մեր զավակների վրա։ Այս իրաց պրեամբուլանը։ Չի կարա գրեին անկախության հռչակը։ Հետո այդ սովետական այդ բանը, սիմվոլիզմը, այդ պաթոսը թողեք էլի ժողովուրդ ջան։ Մեր ժողովուրդն էլ է արդարություն ուզում, պարոն Մանասյան, բայց իրեն հետաքրքիր չէ թե ինչ մեխանիզմներով կհասնի այդ արդարությունը։ Ինքը չգիտի այդ արդարությունը ինչի հետ են ուտում։ Իր արդարությունը 10000 թոշակ բարձրացնելն է։ Այդ իրանց համար արդար է։ Թոշակս բարձրացավ արդեն լավ է, բայց որ օրինակ, ասեք Իրանում պատերազմա, չէ՞։ Չգիտես Հայաստանում վաղը ինչ կլինի։ Որ Պաուստային ֆոնդից 200 միլիոն դոլար հանել են հենց հիմա։ 200 միլիոն դոլար։ Այ ընկեր, դու տես վստահ ես, որ մինչև օգոստոս, մինչև հունվար, մինչև դեկտեմբեր մենք կրիզիս չենք ունենալու մեծ ծախսեր պահանջող։ Չէ, մեր համար արդարությունը այդպես բան է։ Տատիկը կքայլի փողոցով, կասի կարևորը թոշակս բարձրացել է։ Թե ոնց է բարձրացել։ Բոլշևիկներ շենք ենան, Աթարա ու հավասարություն, բոլշևիկները շենք ենան։ Հասկացար։ Էսա լինելու։ Չէ, արդարությունը դրա մասին չի, ժողովուրդ ջան։ Արդարությունը այն փոխադարձ վստահության մթնոլորտն է, այն մթնոլորտն է։ Եվ յուրաքանչյուր իրավունքները հարգված են։ Երբ որ մեկը մեկին թոշակ է բարձրացնում, ասում է հարգելի թոշակառու Ես իհարկե որպես իշխանություն թոշակ եմ բարձրացնում, ես ուզում եմ ձեզ ուղղակի հիշեցնել, որ սա հորս տնից չեմ բերել։ Սա Մանասյան Հայկի եւ Էլիզայանյան ես։ Զախարյան։ Եվ Զախարյան Էլիզայի հալալ քրտինքը ես մի կտոր հանել եմ, առանձնացրել եմ, դրել եմ մի գանձարանում, պետական գանձարանում, որտեղից էլ քեզ հիմա ես թոշակ եմ տալիս։ Դրա համար ամեն այդ թոշակի ծախսվող դրամը ծախսելիս խնդրում եմ կհիշես Էլիզայի ու Հայկի մասին։ Այս սա է արդարությունը։ Իսկ Հայկին ու Էլիզային ասում է. Հայկ ու Էլիզա, դու գիտեք, որ հիմա ապրում եք մի բարեկարգ կամ ոչ այնքան բարեկարգ մի երկրում, որը այն տատիկն ու պապիկը իրենց կյանքի եւ աշխատանքի գնով ձեզ են ժառանգել որպես միջավայր։ Այ իրանք, քանի որ ձեզ համար առանց իմանալու դուք եք լինելու թե ով էր ծնվելու, բայց նրանք սերունդների համար դա արել են, ուրեմն երկու բան եկեք պահենք։ Մեկ ուշադրություն դարձրեք այդ տատիկներին եւ պապիկներին։ Նրանք ձեր համար երգիր են։ Այ լավից վատից երգիր են տվել, թողել եւ չմոռանաք, որ դուք էլ պիտի այդ երգիրը փոխանցեք ձեզանից հետո եկող սերունդներին։ Այս է արդարությունը։ Ոչ թե Պաուստային ֆոնդից 200 միլիոն դոլար որպես ընտրակաշարք, լսի, ես այս թվերն էի նայում, լնա ինչ ինստիտուցիոնալ ընտրակաշարք, 10,000 դրամ է թվում, 200 միլիոն դոլար բաժանում են թոշակներին, թոշակառուներին,
մի քանի տասնյակ միլիոն դոլար էլ գնում է պարգևավճար, մի հատ նոր տարվա վերջ, մի հատ էլ հիմա այն մնացած պաշտոնյաներին ու ոլորտներին են, մի քանի միլիոնավոր դոլարներ էլի, ուղարկում են ու գնում են ընտրությունների։ Մինչև էլ կասվել է նորաձև է բանը, պետական բյուջեից հանեցին, մսխեցին ստեղ ընդեղ, հմեկը մենաշնորած, միլիոնավոր, ես նոր եմ իմանում, վեդի հիվանդանոցը, քանի 140 միլիոն դրամ մենակ է տակով են արել, ըստ լրատվամիջոցների այո այդքան եւ 700 միլիոն դրամի մոտ Տակով չեն արել, պարոն Մանասյան, ասում են բանում, խաղատանն է։ Դե հա, էլի կրվել են։ Դե տակով անել մի քիչ ուրիշ է, ուղղակի գնալ այդքան գումար խաղատանը Չէ, դե ուրիշ հարցեր է բացվում, բայց լավ, էդի թողենք։ 2 միլիոն դոլար մենակ վեդի հիվանդանոցը բյուջե է ստանում։ Ժողովուրդ տեղյակ եք։ 2 միլիոնից 1.8 միլիոն 1.8 դոլար վեդի հիվանդանոցը բյուջե է ստանում։ Այնա 10 բժշկով, 20 բժշկով կարելի է, այսինքն ամեն բժշկին հանես 100,000 դոլար տարին 10, գիտես քեզ ինչ բժշկություն կապահովի վեդիում եւ շրջակա բնակավայրերում։ Գիտեք ինչ բժշկություն կապահովի։ Մի տարվա այդ փողով սարքավորումներն ես բերում դնում, սուպեր։ Երկրորդ տարին էլ տալիս ես աշխատավարձ։ Գիտես ինչ գործ կարելի է անել։ Պարոն Մանասյան, Փաշինյանը բոլոր նրանց, ովքեր բացասաբար ընդունեցին Թանգարան ինստիտուտի տնօրենի հեռացմանը, հարց է տալիս, ասում է մենք պետություն ենք, թե ինքնագործ խմբակ, նկատի ունենալով, որ երբ որ պետությունը մի քաղաքականություն է վարում, այդ կատեգորիայի պաշտոնյան իրավունք չունի շեղվելու եւ այլ քաղաքականություն վարելու։ Հիմա այս տեսանկյունից, եթե հարցին նայեք, այդ միջադեպին նայեք, ինչ կարող եք ասել։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը էլի մանիպուլացրել է, թե կիսա ճշմարտություն է ասել։ Նիկոլ Փաշինյանից քաղաքական թիմին ուզում եմ ասեմ, բացեք, կարդացեք ինստիտուցիոնալ պլյուրալիզմ, ինստիտուցիոնալ բազմազանություն ինչ է։ Դա ընդհանուր առմամբ դա հայեցակարգային ուրեմն ատրիբուտ է, որ հանրապետությունում պետքա լինի, չի կարա առանց դրա, խոսքը վերաբերում նրա մասին, կամ կարակ ոլորտների ինքնիշխանություն, ոլորտների սուվերենություն, Աբրահամ Կայպեր, եթե չեմ սխալվում, իր տեսությունն է, իդեպ այդ թվում աստվածաբան, կարող եք ուրեմն կարդալ, մի երկու բան սովորել, որ Ժորժան չի կարա պետությունը գաղափարախոսական պարտադրանք իջացնի ակադեմիական ոլորտին, ակադեմիական ոլորտը շուկայական ոլորտին, շուկայական ոլորտը ընտանիքի ոլորտին։ Դու չես կարա գիտության ստանդարտները ոնց է ապացուցված, հիմնավորված, չես կարա այս ստանդարտով մտնես եկեղեցի, ասես ապացուցի ցույց տուր ինձ Աստծուն։ Նա էլ տենց փորձի ցույց տալ։ Ապացուցի, թե չեմ ճանաչում քեզ որպես հոգևորական։ Նա հավատի դաշտ է։ Սա ապացույցների եւ գիտելիքի դաշտ է։ Քաղաքականությունը մեկ այլ դաշտ է, տնտեսությունը այլ դաշտ է։ Գիտության դաշտը ունի գիտության օրենքները։ Ես չեմ հորինել։ Ակադեմիական անկախություն, այդ հասկացությունները կա, իսկ ինչի սկսեցի ինստիտուցիոնալ պլյուրալիզմից, որովհետեւ իրանց սիրած ջատագոված իբրև թե սիրած էլի, ասենք իրանց արևմուտք ես կարամ սիրեմ։ Ես գիտեմ դա ինչի մասին է։ Ես գիտեմ դա ոչ թե բոլոր անգյալ ժողովուրդների, մուֆտջի բոլոր ժողովուրդների հարցերը լուծող մի հատ հարուստ տեղ է, չէ, արևմուտքը դա լուրջ մշակույթ է նախ եւ առաջ։ Ահա այդ արևմտյան նույնիսկ համալսարան կա, որտեղ հատուկ մցրել են, որ խրախուսում են, որ այ ով ինչ քաղաքական հայացք ունի, թող իրան տենց պահի։ Ով ոնց մտածում է, թող այդպես արտահայտվի։ Ինստիտուցիոնալ պլյուրալիզմ, բազմազանություն։ Դա պարտադիր է, ինչու։ Որովհետև երբ որ կա բազմազանություն, կա գաղափարների, մտքերի մրցակցություն։ Որտեղ կա մրցակցություն, այնտեղ կա նախ որակ, երկրորդ նոր գաղափարների սինթեզման, ստեղծման ավելի մեծ հնարավորություններ։ Եթե դու դրել ես մի նոտա, ասում ես, այս մի նոտայից ենքոն ոչ մի տնգոց չլսեմ։ Դրանից երաժշտություն չի լինի։ Եթե դու ուզում ես հարմոնիա, դու ուզում ես մեղեդի, թույլ տաս լինի ելևեջների բազմազանություն։
Ժողովուրդ էս չի լինի։ Դա երկրի արտաքին քաղաքականությունը գեդինը մտնեց երկրի արտաքին քաղաքականության հետ միասին։ Երկիրը չունի արտաքին քաղաքականություն։ Երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է երկրից դուրս։ Այդ Նիկոլն է որոշում է երկրի արտաքին քաղաքականությունը։ Ուրեմն ինչա եւ իր պահվածքից ինչ եմ զգում էլի։ Բանա խոստացել այնտեղ։ Խոստացել է որ Հայաստանում ծպտուն չեն անի։ Դրա համար եկեղեցին մի անգամ տես խոսեց Արցախի մասին, տես ընկավ հետևներից, ինչի։ Ըստ երևույթին Ադրբեջանն ասել է նայ հա։ Մի հատ ծպտացիկ Արցախի մասին մտնում եմ։ Հարցակվում եմ։ Նիկոլենքը ձև են բռնել յանի բանակ, իրանք էլ գիտեն որ իրանցից ինչ բանակ, իրանց կառավարումից ինչ բանակ։ Հիմա բետոն են սարքել, բան ասենք, ոնց որ այդ արել են Ֆրանսիայում 100 տարի առաջ, իտո գերմանական բանակին դա չխանգարեց, էլի 100 տարի առաջ սարքել են Ֆրանսիայում, 80 տարի առաջ գերմանական բանակին դա չխանգարեց։ Ու հիմա հանգարց, մերոնք տենց մի քանի տեղ բետոն են թափել սահմանային, անունը դրել են տեսեք բանակ են կառուցում։ Կոնսերվայի բանկաներից լավ են, պարոն Մանասյան ասում են։ Ով է ասում։ Շատեր։ Ես բանակի մասնագետ չեմ, բայց ես գիտեմ, որ կոնսերվի բանկաներով հաղթանակած բանակ ու գիտեմ դրա դեմ խոսացող, դրա դեմ պայքարող, խայտարակ ջախջախված քաղաքական ռեժիմ։ Ես այդ գիտեմ։ Եվ ես որպես բժիշկ ասեմ, հա, երբեմն կամ շատ հաճախ ես մենակ ես մի ձեռքով, որովայնը շոշափելով, պացիենտի հետ զրուցելով, կարամ շատ ավելի մեծ ինֆորմացիա վերցնեմ, քան իրանց կատեներով ու յամերներով ու լաբորատորիաներով շատ ու շատ գոլեգաներ, ովքեր հույսները դրել են այդ իբրև թե գլուխը պետք է սկզբում աշխատի, ոչ թե կոնսերվի բանկա է, թե չէ։ Եվ երկրորդ, կոնսերվի բանկան պատով չեն փոխարինում, տեխնոլոգիայով են փոխարինում, որտեղ ֆրանսիական 100-ամյա տեխնոլոգիաներ 100 տարվա վաղեմության, այլ ժամանակակից տեխնոլոգիաներ են փոխարինում։ Ուղղակի պատը ազդեցիկ է, էլի։ Եվ երկրորդ պատը ինչի մասին է խոսում։ Պատը հակառակորդին ասում է, «Ստեղից առաջ չեմ գա»։ Պատը ասում է, «Ես ախորժակ չունեմ»։ Ստեղից են կողմ եղած տարածքների վրա։ Մի խոսքով ստերեոտիպ խոսք է տվել, դրա համար դից վախենում է։ Ով մի Արցախ է ասում, ընկնում են հետևից։ Յանի ցույց է տալի Հայաստանի քարտե սովետական Հայաստանի քարտեզն է։ Դրեք խոսում ես կողմ Հայաստանի Հանրապետության։ Քարտեզն է դրել տենց այստեղ այնտեղ նշան ցույց տալիս թուրքերին եւ Ադրբեջանին ասում է չխփեք, ես այստեղ ամեն ինչ կանեմ, որ դա մոռանան։ Չի կարա այնց անի, որ դա մոռանան։ Մարդիկ պետք է հասկանան։ Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եթե գնում ենք համագործակցության եւ բարիդրացիական հարևանության, ապա դա պետքա գործով ապացուցվի։ Դրա տակ պետքա գործ լինի։ Օրինակ, երբ որ իրանք եկան ու միջանցք վերցրեցին, անխոչնդոտ անցման դրույթով, դա արդեն խոսում է, որ այդ մարդիկ մեզ հետ հարևանություն չեն էլ ուզում անել։ Հարևանությունը ով որ ուզում է, նա կասի, հա, թող լինի քո կառուցողական կլինի։ Քոնն է, ես ուզում եմ քոնից օգտվեմ, դու էլ ինչ որ չափով ինձնից կօգտվես, այստեղ հարևանություն անենք։ Նրանք ինչ Հայաստանից ունեին, միայն այդ կոմունիկացիոն ուղիներ իրանց պետք է վերցել են։ Էլ ինչ ունեն նրանք Հայաստանից վերցնելու։ Նրանց պետք է ուղղակի այդ կոմունիկացիոն ուղին, որ հիմա մի քանի, չգիտեմ, մետր կամ մի քանի 100 մետր լայնություն ունենալու, դա սարքեն մի քանի կիլոմետր, հետո կմտածեն ինչ կանեն, բայց նրանք չեն քնում։ Էդ էլ մի ուրիշ բան էլ ասեմ, շատ կարևոր։ Մեր մուֆտիջի ժողովրդի գոնե մի զգալի մասի, հա, այդ խասյաթից։ Ժողովուրդ պետությունը տես չի, մի անգամ լավ սարքեցիր ու պրծար։ Պետությունը դա ամեն օր պետքա մշակես, ամեն օր պետքա աշխատես, ամեն օր։ Էդի տես չի, մի անգամ կգան արևմուտքից մեր համար մի հատ լավ բանակ անվտանգություն պայմանագիր։ Այդ ամեն ինչը ժամանակի մեջ ամորտիզացիոն ծախսեր են ուզում, ու միշտ պետք է դու ներդրում անես, միշտ պետք է ջանք թափես։ Էս պահն էլ կա։ Ընտրենք սրան սենց անի, ընտրենք նրան, ում ուզում ես ընտրես, համակարգերը նայի։ Քո համակարգերը 50 տարի, 10 տարի, 30 տարի ունակ են աշխատել։ Ոչ, ում ուզում ես ընտրի։ Ամփոփելով պարոն Մանասյան, այս ամենի ֆոնին իրականության մեջ ես չէի ուզենա գնահատական տալ, բայց մեր իրականությունը շատ տխուր է ու այս իրականության մեջ ես ուզում եմ, որ ձեր պես մտածող մարդիկ չհիասթափեն, որովհետև եթե այս տեսակը հիասթափվեց այս իրականության ֆոնին,
չեղավ այդ նվազագույն պայքարը, մենք չգիտեմ։ Պայման կա չհիասթափվելու համար։ Ուրեմն պետք է ես իրավունք ունենամ հայոյելու։ Ես պետք է հայոյեմ այն ամեն ինչ ինձ հիասթափեցնում է։ Եթե ես չեմ կարողանում գոնե բարոյական ագրեսիա դրսևորել այդ հիմարությունների հանդեպ, եթե իմ այդ բարոյական ագրեսիայի ժամանակ ինձ ասում են չէ, համ քեզ զուսպ պահի, համ էմոցիա մի արտահայտի, համ էլ մի հիասթափվի, ես չեմ կարա չհիասթափվեմ։ Անհնար է։ Հա մյուս ճանապարհը դեպրեսիան է։ Թույլ տվեք ասեմ, ես բժիշկ եմ, ով եկել իմ հետ նստել, իմ հետ խոսում է, նա ինձանից 1000 անգամ ավելի քիչ է հասկանում բժշկությունից, քան ես։ Ամենազուսպ, ամենախոհեմ պացիենտները գիտեք ովքեր են։ Բժիշկները, այլ ոլորտի բժիշկ է։ Ամենահեշտ իր հետ է աշխատում։ Գալիս է, լսում է, ընդունում է, գնում է։ Երկրորդը դա էքսպերտներ, այս կամ այն ոլորտի լավագույն մասնագետներ։ Նրանց հետ էլ է շատ հեշտ։ Գալիս է, գիտի այդ ինչա, մասնագետի, էքսպերտի հետ շփվելը։ Մնացած ժողովուրդը խորը վստահություն ունի, որ դու լիքը բան չես հասկանում, այնք երեք մորքուրի, տատու, հորաքրոջ, չգիտեմ, քեռու մոտ տեսելա, լսելա, ու հիմա քեզ կբացատրի դու ինչը չես հասկանում, որ հետո դու հասկանաս, մի հատ էլ իրան բացատրես կամ իրան բուժես։ Ամբարտավանությունը մարդկանց մեջ։ Նու անասելի աստիճանների Դե դրա համար եմ ասում, հետաքրքիր է, որ այս պայմաններում պատրաստ եք, ուժ ունեք։ Դες միակ դեպքը եւ բոլորին դեմ եմ շարժման նախաձեռնողները, այդ կամքը դրսեւորում եք, տեսնելով, որ համատարած անհավասար մրցակցային պայմաններ են եւ հանրությունն էլ այսպիսի դիքավորում ունի, պարկի կամ փողերի կամ ադմինիստրատիվ ռեսուրսի եւ մտնել պայքարի մեջ, իմացած է դա է պարկող հանրության մեջ մանես գալի քո տեսակը Արթուր Մեշչյանն ասում է եւ ողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում այո ես իմ ազգը փնտրում եմ մասնակիորեն գտել եմ շարունակելու եմ փնտրել եթե չստացվի կերտելու ենք այդ ազգը Հայկ Նահապետը ոնց եկավ կերտեց չէ ազգը կերտեց Հիմա ինչքան ուզում եք հպարտացեք ձեր այդ ոչ մի կապ չունեցող թագավորներով ու սպարապետներով Դուք մուֆտեջի ծույլիկ ծերյակ է դուք նրանց հետ ոչ մի կապ չունեք Նրանք հոգի տված ամբողջ կյանքները մակառած կատարելության ձգտող առանձնակի անհատներ են եղել Դուք ով եք նրանցով հպարտանում եք Տիգրան մեծը սենց արի դու Տիգրան մեծի հետ ինչ ընդհանուր բան ունես Ոչինչ Ոչինչ Արամ Խաչատրյանը, Մերգելյանը, դուք ինչ կապ ունեք Մերգելյանի ու Արամ Խաչատրյանի հետ։ Դուք ուր, նրանք ուր։ Ուզբեկը, որ իր կատարելության է ձգտում, ավելի շատ կապ ունի Արամ Խաչատրյանի ու Մերգելյանի հետ։ Ուզբեկը, որ ակադեմիական կատարելության է ձգտում։ Քան թե դուք։ Այդ հայ լինելը ձեզ ոչինչ չի տալի։ Մենք ձեզ կօգնենք այդ փնտրելու գործընթացում։ Այսքան բանը ես պետք է ասեմ, որ չի հիասթափվեմ։ Չասեմ կհիասթափ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր ազատակար կուսակցության նախաձեռնող խմբի անդամ հանրային գործիչ բժիշկ Հայկ Մանասյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։